Դե ասա է, ասա հիմա ինչ պետք է անենք, ինչ? Կապրենք։ Ինչպես կապրենք։ Ինչպես ուրիշները։ Սիրալպի հասկացիր, ես ինչպես կարող եմ մերժել հորս։ Ինքն էլ գիտես, որ մորս մայից հետո նա գյուղում լրիվ մենակ է մնացել։ Ինչու է մենակ։ Քույրեր ունի, զարմիկներ ունի, ազգականներ ունի, ինչու է մենակ։ Եվ ունի հարազատ որդի, այդ որդին էլ որոշ չափով խիղճ ունի։ Գիտես հոգյատի ժամանակ յուղացիք ինչ էին ասում։ Ասում են ինչու ես մտածում, Մովսես ապեր, Մարկոսի նման տղա ունես։ 15 տարի զոնգաչին պահեց, հարազատ հորը չի պահի ինչ է։ Զոքանչին։ Այսինքն իմ մորը, հա։ Հա։ Եվ այ դու ես պահել իմ մորը, դու։ Բա ով։ Իմ խեղճի մայրն է պահել։ Քեզ էլ, ինձ էլ, երեխաներին էլ։ Իմ խեղճի մայրը։ Իմ խեղճի մայրը ստրուկ էր այս տանը։ Աղթափող, լվացարար, էլեկտրիկ, փականագործ։ Եվ ի վերջո տան կողպեքներ իմ մայրը, Մարկոս տղա։ Համատ է համեմատելու բան գտար, հա։ Իսկ իմ հայրը տան կողպեք չի կարող լինել ինչ։ Եվ դրա համար պետք է համեմատել իմ մոր հետ։ Չէ, իհարկե։ Որ տղամարդը չի իմանում, որ իր հարազատներին չի կարելի համատել կնոջ հարազատների հետ։ Կնոջ հարազատները ուրիշ են, ուրիշ։ Ծաղրում ես։ Չէ, ինչու։ Այդպես չէ։ Այդպես է, Սիրալպի, այդպես չլեր ինչու պետք է իմ տան պատին քո մոր նկարը փակցված լիներ։ Եվ ոչ թե իմ։ Քո մայրը նկար չուներ, սա մեկ։ Եվ երկրորդ մեր պատերին տեղ կա որ նկարի համար։ Չկա, Մարկոս, չկա։ Դու ճիշտ ես, չկա։ Տեսնում ես։ Հա, բայց եթե պատերին տեղ չկա մայրիկի նկարի համար, գոնե պատերի մեջ տեղ պետք է լինի հորս համար, թե ոչ։ Գիտես ինչ են ասում կոմասիկ գյուղացի կոկյացի ժամանակ։ Ասում էին Մովսես ապեր, հարսը բարի, մեծահոգի, ազնվական կին է։ Այո, գազան չեմ։ Դե լավ, Մարկ, դու ասա, որտեղ պետք է ապրի քո հայրը, այստեղ ճաշասենյակում հարմար է։ Մարինայի սենյակի մասին ինչ կասես։ Աշակի սենյակում։ Մեր ննջարանի մասին ինչ կասես, Լավ։ Դե ուրեմն որտեղ պետք է ապրի, տեղը ցույց տուր։ Պատշկամբում։ Ինչ, որտեղ։ Պատշկամբում։ Տակ տեղ է, ինքն էլ թախտի սովոր մարդ, թող կնիր են համար, ինչ կա որ։ Մարկ, բա Լեսին։ Սիրապի։ Լեսին մեր տան անդամն է, Մարկ, դու։ Ուրեմն շունը մեր տան անդամն ես, քայլի չէ։ Մայ խարոշ է։ Ուրեմն ինչ անեմ։ Դու շպրտեմ։ Ում։ Լեսինում։ Մայ խարոշ է, մայ մալինկը։ Մարկ, նախ ես չեմ կարող ապրել առանց Լեսի, սա մեկ։ Երկրորդը Մարինեն կխելագարվի։ Ոչ։ Օրվեսի չխելագարվի թող հենց իր սենյակում էլ պահի։ Մայ խարոշ է։ Գոնե ժամանակավոր։ Առանց էլ հայրս չէր ուզում գալ։ Հազիվ համոզեցի որ գա։ Այդպես էլ գիտեի, Մարկոս տղա։ Մի բաժակ խմել ես ու տղամարդարը, չէ։ Ոստի լավ է, որ հորաքրոջը դու քերիներին է չես հրավիրել մեր տանն ապրելու։ Ոյ Մարկոս տղա։ Ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ։ Եթե մի բառ էլ ասես, ես ստույգ կհայտնեմ քո մեռնելու օրը։ Մարկ։ Պատշկամբը մաքրի ու կտրի շարոտը։ Հասկացա՞ր։ Շուտ։ Մարկ, ինչ կարի կայծոնով խոսել, Մարկ։ Դու շատ լավ գիտես, թե ես ինչքան եմ սիրում հայրիկին, Մարկ։ Դե եթե խոսք ես տվել։ Ինչ արած, դուրսը չենք թողնելու։ Դե մի բան պետք է անենք, մարդ ենք, հո գազան չենք։ Մարկ։ Տեսով է։ Իմ գործը չէ, Մարկ։ Հա։ Ձեզ մատա։ Ոնց եք ձեզ մատա։ Բայց ծնված թուլի մեջ որտեղից ես կան կատաղություն, Գիտեի շուտ ասեիր, Արժան, այ քեզ կատաղած թուլը։ Սա թուլա չէ, հայրիկ, 6 տարեկան շուն է։ 6 տարեկան։
Անջիչի մեծանի։ Ուй, կավչետ մաղ։ Չէ, ապեր, դրանց տեսակն ատել, սարի։ Ներս համեցեք, հայրիկ։ Ուրեմն Ներս համեցեք։ դրանք էլ շան լիլիպուտն են, հա։ Արի։ Բայց որ հենց վրա հասավ իմացա բրդի կծիկա։ Հայրիկ, ներս համեցեք։ Վեր կգնեմ։ Ո վերջ ես գնեմ, խոշինգացանի թե ուզում ես։ Սա տարերեսի վրա ոնց եք մանգալյայի բալա։ Այդ ձեր ուզենալով եք այսպես պլպլացրել, թե հրահանգուն եք։ Չէ, ապեր, կարգն ատեց, կարգ։ Մի երկու անգամ կգնես, վեր կենաս կսովորես, արի։ Մարկոս ջան, ես որ վեր ենկա, էլ վեր կացով չեմ, ուй։ Ես ինչ այդ ղա, ես ինչ ես, երեխայեմ, երեխայեմ, Հայրիկ, որ կահույքը ուշ մաշվի, գիտեք ինչ արժե։ թանկ կլնի, Սուրճ վերեմ, հայրիկ։ սուրջը որն է հարժան, են սև զատը, չէ, հացից մացից չկա, սոված է, Մենք ժամը 6-ին ենք ճաշում, հայրիկ։ լավ եք անում հարժան, ես ձեզ համար չեմ ասում, ինձ համար եմ ասում, ես եմ սոված, կեմ ատախ, Բայց ճաշը դեռ պատրաստ չէ, դեզ ինչ տամ։ բայց չեմ ասում, Այկին, մեր տանը ուտելու բան չկա։ Ինչու չկա, ուղղակի ասում եմ ճաշը դեռ պատրաստ չէ։ Հայրիկ ուզում եք խոզապուխտ, երշիկ, բաստուրմա, բալիկ կամ շտապ զվադեղ պատրաստեմ, կերեք մինչև որ։ բայաշ, գլուխս պտտվեց, որ այդքան բան կա ուտելու, ինչ ես ասում տան ուտելու բան չկա, Վեր։ Լեսի կամ է։ Պատմի տեսնենք, հայրիկ, ինչ կա չկա։ Հա, գյուղում ոնց որ է։ դիտ մեջ ոնց որ թե առաջ ես գնացել, տղա ջան, Չէ, հայրիկ, էլի նույն սովորական իրավաբանն է։ բայց ոնց է որ, ոնց որ թե ուրիշ տեսակ եք ապրում, մեբելով, խալիներով, պսպղոն զատերով լծրել եք, այդ տղա, մենակ կու հաշկը ոնց որ վառանցով պալատել, այդքան խալիկը պչացնեմ, Մարկոս, Դուրը չի գալիս, հայրիկ։ Չի լավա, Կյանքը փոխվել է, հերջան, կյանքը։ Առաջվա պայմանները այլևս չեն բավարարում մարդկանց։ Ինչպես մի ժամանակ մենք հպարտանում ենք մեր աղքատությամբ, բայց մի աղքատությունն ու խեղճությունը առավելություն չեն հասկանում ես, ոչ էլ առաքինություն են։ Հիմա մարդիկ աշխատում են ապրել բարեկեցիկ ու հարուստ։ մենակ իրավաբանները, թե ընդհանրապես, Չէ, ինչի շատ շատերը, իսկ հետագայում նաև ամբողջ մարդկությունը։ Մարկոս, հարավություն խոչ ես անում, այդ տղա, Բայեղա։ Հիմա գիտես ինչ խիստ է մեզ մոտ։ Դեմքին ու դիրքին չեն նայում, են նստացում են և վերջ։ Հիմի շատ խիստ պայքար է ծավալվել կաշառակերության դեմ, կամ ինչպես դու ես ասում հարամության դեմ, շատ խիստ պայքար այրիկ։ այդ որ հարամության դեմ կռիվը մեծացել է, լավ է, ճիշտ է։ Հա, այս իմաստով թերևս։ Հետո չէ, Մարկոս ջան, գիտես ինչի կասկած ընկավ մեջս։ Ասա, հայրիկ, Կներես որ երեսի դեմ ասում է, սիրտս ցավում է դրա համար եմ ասում է, կասկած ընկավ, որովհետև նախ եւ առաջ տունը աշխատող մարդու նման չի, տան նման չի, ոնց ասեմ, ոնց որ ուրիշի տունը լի, չէ, ոնց որ ուրիշի համար սարկած տունը լի, հետո սիրուն ես խոսում, տղա ջան, շատ սիրուն ես խոսում։ Ախր, որ իմա գողանում է, բոլորից բարձր ինքնագոռում ազնվության մասին, որ գլխի չգնեն, համա մեկը գլխի են ընկնում, մեր գյուղում էլ մեկը կար, դու գիտես, չէ, չես իմանա, ասում եմ մենք, ամբողջ աշխարհի, մարդկության շքեղ ապագայի համար ենք պայքարում ու թալանում էր գյուղը, այնքան գոռաց, սիրուն, մինչև նստացրին, հենց նստեցրին աշխարհի, մարդկությունից ձեռ քաշեց։ Դե ես ինչպես համոզեմ քեզ։ Այհեր, հասկանում ես։ Ոյ! Ապեր, արշակար, Ապեր իմ թոր,
Իպա, բարի տեսեր, վարի արշակ ջան, կամաց մեջ կրկար, շուրջս այդով, Վշիրալ գտան։ իսկական կոլի հար, չէ, Ցավը տանեն իմ հարսի, գիտե որ առավոտ շուտ ու դող մարդ եմ, ինձ համար ճաշ ասարկել էի, չէ, լավ հարս ունեմ, ճիշտ է մի քիչ շար ա երևում, ամա փափուկ սիրտ ունի, Այժուն, եսի, արի, մամամ, կիրի, Ույր, համատ է քնում են ես քաղաքացիները, սրանք այսպես քնով էլ կանցկացնում իրենց կյանքը, բարլուս սաղջիք ջան, շատ ես փոխվել, չճանաչեցի, բարլուս, Բարևձեզ։ դելի չճանաչեցի իր, ոստեսնեմ, ոս եսում, մարգոսի հերնեմ է, երեկ եմ եկել գյուղից, դե 5 տարի առաջ էր աղջիկ ջան, ոնց ճանաչես, աննդ չասես, Արփիկ էր, Արփիկ էր, Ոչ, դուք սխալվեցիք հոր եղբայր, ես Արփիկը չեմ։ Ով ես, Ստեփանես, տնից դուրս եկար, Ես Արփիկի քույրն եմ։ Ույ, Մերձեք առավոտ շուտ ես ուր ես մռազում,
Ես շուկա եմ գնում հոր եղբայր։ Շուկա լավ ես անում աղջիկ ջան, ապրես։ Առավոտ շուտ լավ շուկա է ալնում, ապրես։ Ստեփանը ո՞նց է։ Լավ է։ Հա։ Աղջիկ ջան, ես մեծ մարդ եմ։ Ինձ հարցնել ամոթ չի։ Երեխա ունեցան, շատ էին ուզում խեղճերը։ Չէ, չունեցան։ Ստեցին հոր եղբայր։ Ափսոս։ Առանց երեխա դժվար է։ Ոնց կլինի։ Հասո պրծի, ես շտապում եմ, գործ ունեմ, հասո պրծի, պարապ չէ։ Էջմա ես պարապ ես։ Դե լավ, շատ մի խոսի, թռի պրծի։ Դու խիղճ չունես, չես կարող օգնես մարդուն հացը շուտ դատարկել։ Դա մեզ վերաբերում, հա։ Ո՞ց թե չի վերաբերում։ Դու մարդ չես։ Մարդ, սիրտը ցավում, հա։ Գնա դու օգնի։ Գնա։ Կարծում ես, չեմ օգնի։ Կյանքս կերանս թոշակառում էր հետո։ Եվ այդ մարդը շորերի աղդոդես։ Բացի շոր չի աղդոդվի, եղբայր։ Այս տեսակ շալլագոտների շնչից է թունավորվում հացը։ Մեն մարդ իրավունք ունի հացին դիպչելու սրան ով է նշանակել, է։ Ով ես համար, դու իրավունք ունես, դու իրավունք չունես, սանիտարական ինսպեկցիան որ տեսավ, հերես կանից է հերես։ Քույրը արդեն անիծված է որ քեզ մալ լակոտ ունի։ Ով ես համար, լսված Ինչ է պատահել, ինչ ամուք է։ Բայ, Վազգեն ջան, կյանքս մեռնի, գետինը մտնեմ թե բան եմ հասկանում։ Առավոտ գիշերով ես բիձ ենք կապելու ու պոկ չի գալիս, էլ լակոտ է ասում, էլ հիմար, էլ հորս հիշեց, հորս հիշեց։ Ինչ է պատահել, ընկեր։ Դուք մեր թաղամասում չեք ապրում, չէ։ Չէ, յուրեմ։ Յուրեք, եկել և առավոտ վաղ հաստրել եք մարդկանց վիրավորել։ Ասա է, ես իմ որտեղ առավոտ շուտ խմե ու Չէ, ես մարդը լավ մարդ անգերբ է, եսքան մեղ չունի, ես անդոն, ինձ անդաշ խոսք ասեց, ես մարդ պաշտպան կանգնեց, վալլա բիլա մեղ չունի լավ մարդ է։ Հասո դուքու հացը կերա եկուց կու համար գործոտի թե չէ։ Անգեր։ Քեզ էդ հաց ուտելն էլ, հաց կրելն էլ հարամա, ապսոս էդ անդրանիկ անուն որ քո վրեն են տրել, դա դու ինչ անդրանիկ, դու հենց անդո ես որ կա։ Լրեք։ Լավ, ում հյուրն եք դուք։ Իմ տղի։ Ով է ձեր որդին։ Տղես։ Անգեր։ Մարկոսյան, Մարկոս Մարկարյան, դեմի շենքում ապրում են բալկոնում տեսնում ես, են ծաղիկներով, Կներեք, ուրեմն դուք Մարկ Մայսեյեչի հայրն եք, հա։ Ակի մատաղ հետ ինչի հանգարս Մայսեյիչ դարձա, ես Մոսեսն եմ, իմանուն Մոսես։ Իհարկե, կներեք, շուտ, հրացել ես տեղից, շուտ արա, գնա։ Կներեք։ Գնա քե մատաղ, գնա։ Հասո, հիմա գալիս ես ինձ է, թե չէ։ Չէ, գնա, մի մատ երեխա ես, պապի չապ մարդուն հասոք ասես, չէ։ Դե լավ, քյորի Հասո ջան, արի գնացինք, արի։ Չէ, թող, գնա։ Գնա։ Հասու,
Նստի ասու։ Նստի մախ, նստի։ Լավ արիր, որ չգնացիր, է։ Արածդ բանվորություն չի։ Որտեղ էլ գնաս կխնդրեմ։ Մի ղեկավարի գործը դժվար է, դե չէ բանվորի համար գյուլա են գցում, որովհետև գործանողը բանվորն է, իսկ ես երկիրը աշխատող մարդն ապահովում, է։ Իմ մեջք իմ տղեն կոդրեց, լավ, թե չէ բանվորության հետ հասուն ինչ գործ ունի։ Ես եզիդի մարդ եմ, ախր։ Գիտեմ, ասա, գիտեմ։ Դե գիտեմ, որ գիտես։ Մենակ ես իմ ամբողջ կյանք ալագյազ ապրել եմ։ Սարերի մեջ, ոչխարների, ծաղիկի, իմ տղեն իմ մեծ զարգա կոդրա բերավ ես անդեր քաղաք։ Քիրվո, դու չես նեղանում, որ ես քաղաքին անդեր կասեմ, ալլա։ Չէ։ Իմ դարդի հերիք չէր, անդոն էլ մի կողմից զարգաց։ Ասո եղբայր, դարդ մի անի, իմ տղեն էստեղ մեծ մարդ է, կասեմ կոգնի քեզ, քեզ մի լավ շոֆեր կտար։ Աստծո չափ շնորհակալ եմ, Քիրվո։ Մենակ ես իմ մասին չեմ մտածում, ես իմ տղի դարդ եմ։ Քիրվո, խուրբան, թե քու տղեն մեծ մարդ է, թող իմ խեղճ տղին օգնի ինչ կերի։ Իսկ տղիդ ինչա պատահել։ Դադի տակ աղբեր, Դադի տակ։ արի, Ասա դադի տակ։ արի, Եղավ լավ է։ ինչ եղավ։ Եղավ դադի տակը, չէ։ Արի։ Համարյա թե հաջողություն է։ Բա այդ ասելու բան է, Քիրվո, դու ինձ ես առնում, Չէ։ դա ինչ լավ բան է։ Չէ, հասո եղբայր, թե որ ուրիշ գործ էլ կարող է տղես օգնություն չկարողանալ ցույց տալ, բայց որ դադի տակը կանի։ Ինչի քու տղեն ով է։ Իրավաբան է։ Վայ ես քեզի մերն եմ, վայ ես քու տղին մերն եմ, վայ ես այսօրվան մերն եմ, վայ անդո ես քու ցավը տանեմ։ Լագոտի ցավն ինչ ես տանում։ Ո՞ւտ է, բա որ անդուն չնե, իրա անտաշ խոսքեր չնե, ես քեզ որտեղ գտնեմ իմ աղբեր։ Ասո։ Հələ պատմի թե տղիդ ինչա պատահել։ Պատմեմ, խուրբան, պատմեմ, բրավ եմ։ Ես իմ բզդիկ տղա ջամին եկավ Երևան, բարձր տեխնիկ սովորես ու մնաց Երևան։ Եմ մնաց, ինչ անես։ Մեր գեղից մի աղջիկ կար էստեղ, Շամամ անունով, իմ տղի սեր կպել էր։ Դե եկանք Երևան, նորարեշ միտուն քրեեցինք, ոնց որ կարգն է, օրենքն է, հարսանիք արինք ու թողին գնացինք։ Իմ աղբոր ասեմ, մի տարի հետո իմ Շամամ հարս կպարկի, մի լաչ կպերի։ Անունն էլ, Չաս ես, ասո։ արի վալա, հասո կտնեմ, հա, իմ հարսը լապալնից էր, իմ տղեն ու իր հարևան Սամսոն կուտենք խմեն, արաղ որ կպրծնի, ջամիլս կասի, Սամսոն, գնանք արաղ բերեմ։ Սամսոն կասի, այ տղա, ես ու ժամին, խանութ փակ, արաղ որ գեղ։ Աստված, ջամիլիս խելքն արել է։ Հասո, աստված չէ։ Արաղ դեղ կեք տարել, Արե, քու ասացն արաղն էր արել, կասի պահակի մոտ հոկա, կենա, կերթան ինչ տեսնեմ, պահակ բիձեն, հարպած, կնած, են ժանգոտած, հրացան, այլանուն են, չոքերի, հրացան, հրացան, այլանուն, չոքերի, գզարտնացնեն, ես բիձեն չի զարտնի, Յաշիկի միջից մի բուտուլ արաղ կվերցնեմ, 10 կարմիրներ կտնեմ վիձու չոքերին ու գուզեն էրթան, էդ վաղ, ախ Սամսոն, կորեքյար, կասի ջամիլ արի հանականին, ջամիլ կասի պետք չէ, Սամսոն կվերցնեն էդ հրացան,
այնալու, հրացանը կվերցնեն, Ուի։ տեղը ծախավել կտնեն, Ուի։ կարմիր տասնոցն էլ կտնեն, ծախավելի մեջ կծիծաղան, հրացանն էլ կվերցնեն, կերտան տուն։ Հասո, սխալ բան են արել հասո։ Արե վալա, կասես ու թողնես։ Համա չէ, Սամսոն ճանապարհին կասի, առավոտ շուտ հրացան կբերենք, կտանք բիձուն ու մի լավ էլ ծիծաղենք։ Համա էս գործ չուր առավոտ չի հասնի։ Կես գիշերին միլիցու պահակ կկա կտեսնի, պահակ բիձեն քնած, հրացանն էլ չկա։ Հայդես, հրացան չկա ու չկա։ Բա ուրա հրացան, ինդեղից մի պարավ, կասի ես տեսա, հրացանն առան տարան Ջամիլն ու Սամսոն։ Ես միլիցեն դուրս կկա տուն, կտեսնի ինձ, Ջամիլսն ու Սամսոն կուտեն, կխմեն, հրացանն էլ սեղանի տակ։ Հետո տղեկին հրացանը կվերցնի կտանի։ Հետո էլ ինչ է։ Գործ կընկնի դատարան։ Տղեկ կասեն հանակ են կարել, դատավոր կասե հանակ չկարել։ Քանի որ վերջի խոսքը դատավորին է, ամեն մեկին 2 տարի կտա։ Բա պահակը։ Պահակ ինչ։ Պահակ կասե հարբած չի եղել, ուշքը գնացած է եղել ու կթողնի։ Եղավ։ Դատավոր կասի եղավ։ Ինչ է։ Բա քիրվո, խուրբան, բա դու ինչ կասես։ Հասո, Ջամիլ, քու տղա Ջամիլը, Արե, ճիշտ էդորն էր տղա ունեցել։ հա, քիրվո, ինչի աշխարհում մութ չէ։ Հասո, այնալուի հրացանի մեջ, Հա, փամփուշտ եղել, չէ, քիրվո, ես գլուխ մեռնես թե խապես, չի եղել։ Երնեք տնի դոշի սպրծնես ցած։ Տուն, տեղ, քուլֆատ, ոչխար թողեն եկել եմ, որ էդ խեղճ հարսին պահեմ, են գառնուկիս պահեմ, թե չէ հասոն ուր բանվորություն էր։ ուրեմն գնդակ չի եղել, գրագոտ չի եղել։ Չէ, խուրբան չի եղել, վալլա։ Ուրեմն կատակ է եղել։ Արե, Հասո, քու տղի արածը շատ պիս բան է։ արե որ։ Չնեղանա, սերես եմ ասում, քու տղի արածը լակոտություն է։ Հա, Լակոտություն է, հանցանք չի։ վայ, ես կուսուր լեզվին մերնեմ, դե ես վազեմ դուր, վազեմ իմ հարսին ասեմ, թող մի քիչ հանգստանա է, առավոտից իրիկուն արցունք աչքին է։ Բայց դե իմ ասածը խո ամենակարևորը չի է, իմ ասածը կարևոր չի է։ Քու ասած ամենակարևորն է։ Չէ, բայց դե տղիս էլ հարստեմ, կարգ կա, կանոն կա, օրենք կա։ Այ մարդ, Հասու, իրիկունը վեր կերաս գրաս մեր տուն։ ես, արե, Հասու, այ տեսնում ես, մեր տունը, են բալկոն տեսնում ես, են ծաղիկներով է, են կողքի տունը մերն է։ արե վալլա, Գաս կխոսենք, կպատմենք, որ տեսնի թե որ կողմից մոտենա որ օգնի տղիդ, հասկացար։ հասկացա, բա ոնչ հասկացա, ընչի հասուն երեխայա, կարգ, կանոն, չի իմանում ինչ է։ Այդ բանը չանես հասու, այդ բանը մտքից է թանի հասու, իմ տղեն հալալ կատնակեր է, հարամություն չի ծերում է, հասկացար։ Հասկացա, քիրվո համա, առանց այդ ոնց կեղնի։ Կեղնի, մարդկությունը դարավ առու պաղ, դարավ ապրանք, հետո թե կուզես իմանալ, հիմա հարամության դեմ մեծ կռիվ է գնում, շատ մեծ կռիվ է գնում,
ով որ բռնվեց փրկություն չկա, հասկացար։ Հասկացա, Քիրվո, հասկացա։ Ես գնացի, ավտոբուս եկավ, ես գնացի։ Ասո, Արի, ասո, տունը չմոռանաս, չէ բադա մոռանալու բան, հա, Քիրվո, ես քեզի մերնեմ, բան։ Ես մարդիկ չեն աշխատում, չեն սովորում։ Այսօր շաբաթ է։ Ինքան են աշխատում, որ 2 օր են հանգստանում, համ շաբաթ, համ կիրակի։ Ո՞վ է։ Ես եմ։ Ո՞վ է։ Ես եմ, ես։ Կշմարկագույտը։ Ես եմ, ես։ Վայ, Մովսես ապեր։ Հո ես եմ, ես։ Բա դուք պատշգամում քնած չեք։ Պատշգամում քնած չեմ, դրան հետևում կանգնած եմ։ Ինչու։ Ուй, ոստ ինչու, քունս չեր տանում, շուտ վեր կաց ասեմ, մի քիչ ման գամ դրա մեջ, ինչ կա։ Լեյսի на место։ Բարելույս Արժան, դետ այդում, դետ, Այ հայրիկ, բա ձեր փուլը չի տանում։ Հարժան, արևը քաչալի գլուխ դավառու, բայմի քնել կլնի։ Հիմա եթե կարողացա մարկին կարտնացնեմ ու դες համար նախաճաշ կպատրաստեմ։ Չէ, Հարժան, չէ ցավդ տանեմ, բալո, իկուշտե, որ չտեսային ճաշես եբել, վրազ գերա արև դապրի Հարժան։ Ինչ ճաշ։ Են բոզբաշ էլ ինչ էր։ Եվ բոլորը կերակ։ Դե մի պուչուրաման էր Հարժան, հետո ախր շատ համով է իրեպել, լավ ձեռք ունես, արև դապրի Հարժան։ Բա հիմա լեսին ինչ պիտի ուտի, այ հայրիկ։ Շունա, շանամարտի մի քիչ պայի, Այ հայրիկ, դա լեսի ճաշն էր։ Ուրեմն լավ եմ կերել Հարժան, էլ ինչ օրին ունեիք գլխիս դնել, ուրիշ տեղ չպատմես ցավդ տանեմ աշխարհով մեկ խայտառակ եղա։ Ուրեմն շամփայ կտրող եմ, հա, լավ եմ կերել։ Լավ։ Հատուկ դիետիկ ճաշ էր։ Բժշկի բաղադրատոմսով էի պատրաստել։ Լեսին հո ամեն ինչ չի ուտում, այ հայրիկ։ Դե մարդ չի, որ ամեն ինչ ուտի։ Որսոն թե խանութի հարց կա, ես գնամ։ Իսկ կարող եք։ Երեխա եմ, խանութ չեմ տեսել։ Շշե դատարկ այստեղ է։ Հա, Կբերեք 3 հատ կաթ, հա, 3 հատ սմիտանա, 3 հատ տվարոկ, 3 հատ սլիվկի, չհասկացա Հարժան։ հայրիկ դատարկ շշերը տվեք եւ փոխարեն լիքը վերցրեք։ Սա վերցրեք։ Ամանչում չես։ Հայ հայրիկ։ Ամանչում չես։ Թեք, լարել եմ, որ քու ճաշի կերել եմ շունչան որտի, ու հերն էլ ամիծած, Թեք։ Ay, zınguma he, Harcan zınguma.
Ես կարծում եմ նա պատշգամբում քնած է, իսկ ինքը դրան ետևից ասում է ես եմ, ես։ Ինչ կարող ենք անել, Սիրալփի, մեծացել է հայրիկը։ Ով գիտի նրա տարիքում մենք ինչ տարօրինակություններ կունենանք։ Թաղայինը զանգարեց։ Քիչ առաջ ինչ-որ հացի խանութում հիմար պատմության մեջ են, գեր սկսել է արկղներ տեղափոխել։ Ոյ, տեսնում ես։ Ախր գոնե հանգիստ նստի իր տեղը, չէ։ Հիմա էլ ստիպեց շշերը վերցեց ու խանութ գնաց։ Մի ժամը չկա։ Հիշում ես անցյալ անգամ քիչ էր մնում ծեծեին։ Վաճառողին ստիպել էր ջերմուկից շշերը սրբել նոր տալ։ Ով չգիտեմ, թողնում ես չի լինում, չես թողնում չի լինում, ուй, չգիտեմ։ Tui, vira. Ներեցեք, Մովսես ապեր, Հա, բարև ձեզ Մովսես ապեր, բարև աղջիկ ջան։ Սրտանց ցավում եմ, որ չկարողացան ներկա լինել Բարսենիկ մայրիկի թաղմանը։ Շատ եմ ցավում եւ ամբողջ սրտով ցավակցում եմ ձեզ։ Շնորհակալ եմ աղջիկ ջան։ Համա թե ներող կնես, դու ով ես։ Դու մեզ որտեղից գիտես։ Մովսես ապեր, մոռացել եք, Արփենիկն եմ։ Արփիկը ինժեներ Ստեփանի Մարկ Մայսեևիչի հարևանի կինը։ Բժշկուհին։ Չեք հիշում, թե ինչպես էի ձեզ սրսում։ Հիմա էլ գիշերային հերթապահությունից եմ վերադառնում։ Արփիկ ջան, հիշեցի, Արփիկ ջան, շատ ներողություն աղջիկ ջան։ Ներող կնես։ Ծերացել եմ աչքերս լավ չեն տեսնում, համել այսօր քո փոխարեն արդեն մեկին բարևել եմ, մտքովս չեր ասում, թե քեզ կտեսնեմ։ Ում եք բարև։ Քրոջը Արփիկ ջան, Աստված պահի, շատ սիրուն քույրիկ ունես։ Իմ քրոջը։ Հա, Դուք իմ քրոջը որտեղ եք տեսել։ ոնց է որտե։ Ձեր դրանը, տան դրանը։ Վա։ Հավատում չես։ Առավոտ պատմեմ։ Արփիկիս ասեմ, առավոտվա 6-ը կլներ։ Քունս չէր տանում։ Տնից դուրս եկա մեկ է տեսնեմ ձեր դռնից մի սիրուն աղջիկ ա դուրս գալիս, իմացա դու ես։ Արդ տնի ու բարի լույս ասացի։ Մեկ էլ էս աղջիկը թե հայրիկ շփոթում եք, ես Արփիկը չեմ, ես Արփիկի քույրն եմ։ Իմ քույրը։ Հա, ինքն էլ ենքան վախեցած էր Արփիկ ջանը։ Դե ով չի վախենա, որ մոտ պատիեզդում հանկարծ բարի լույս ասես։ Լավ զրից արինք։ Համա վրազում էր, բազար էր գնում, ասաց առավոտ շուտ, լավ բազար ալում, չէ, ես ասացի, առավոտ շուտ ասացի, լավ բազար ալում, դու ասացի, ապրես աղջիկ ջան։ Հո չեք շփոթում Մովսես ապեր, մեր տնից դուրս եկավ։ Հա, Արփիկ ջան, դու չգիտեիր, որ ինքը ձեր տանն է։ Գիտեի։ Ուй Մոսես, տունդ քանդվի Մոսես, ես ինչ արիր։ Տեր Աստված, դու մի փրկության դուր ցույց տուր, Տեր Աստված, ես ինչ արիր Մոսես։ Էս արշակ արտնացել, հա։ Հա, ամբողջ օրը էլի գլուխ է տանելու։
Բայց լավ բաներ ասարկում էր դրան, հա։ Այդ արձանիկները տեսել ես։ Հաստատ շնորհք ունի լակոտ։ Դե եթե շնորհք ունենար, ինչու պետք է երկրորդ կուրսից դուրս գար ու տանը նստեր, հա? Ինչ-որ արձանիկներ սարքեր։ Համոթից չգիտեմ, թե որտեղ գլուխս հագցնեմ, իսկ դու ասում ես շնորհք ունի։ Դասը ինչու ընդունվեց, որ չպետք է սովորեր։ Վառվեցի, տանջվեցի ես դրա դուրս։ Դու ես տանջվել, թե ես։ Հա։ Նրանով համալսարան կլանքվեց, դու թե ես։ Դե լավ։ Գոնե մի անգամ անաչել եղիր, ձեր գտի սրտի դու ասա։ Ես չէի ասում, որ պետք չէ, որ իրավաբանական ֆակուլտետը դունի, հա։ Չէի ասում։ Իսկ վատ կլիներ, եթե իրավաբան դառնար, հա։ Վատ կլիներ, եթե ապահով կյանքով ապրեր։ Վատ կլիներ, եթե նմանվեր իր հորը, նրա նման հարգանք ու պատիվ ունենար։ Իսկ նա այդ չկայացած իրավաբանը տունը լցրել է այդ անիծյալ երկաթներով մուրճն առած օր ու գիշեր, թրախ-քաթրխ։ Տեր Աստված, ում է քաշել, չեմ հասկանում։ Հասկանում ես, շատ լավ էլ հասկանում ես, բայց խնայում ես ինձ։ Արշակ, դուրը բաց, իր դարբին պապին է քաշել, ում պիտի քաշի։ Արշակ։ Արի եկավ ջան, կամած, շուտ կդրում ես այդ քոլի արչես, արչ, իսկական արչ։ Արի։ Գալիս է։ Ես ուր ես, այ։ Վերջապես եկակ, այ հայրիկ։ Ես չեմ բերե, պապ։ Էդ որտեղից։ Դու ես բերել մեզ ես հարց։ Հա, Մարկոս, խանութում աչքով էին անում, վերցնում էին իմացա պետքական բանա, ես էլ աչքով արի վերցրի։ Ուրեմն արաղ է, հա, Արշակ, ձեր մոտ արաղվել են տակից տալիս։ Պապ ջան, մինչև ժամը 11-ը օղու վաճառքն արգելված է։ Ինչի։ Մի անեկդոտ պատմեմ հասկացի, պապ ջան։ Ուրեմն, Մարկոս։ Այդտեղ։ Արշակ, Բշեցի։ Լավ։ Պապ ջան, համընդհանուր պայքար է արդեցողության դեմ։ Այո, այդ ձեր տունը չկանդվի, հա։ Արշակ, Մարկոս, մի բան ասեմ նեղանակ ոչ, ձեր խանութի աշխատողները լերիվ անգրագետ են։ Անգրագետ։ Այդ ինչի այ պա։ Այդ տղա 3 անգամ, 3 անգամ, հաշվել տվեցի, էլի 50 կոպեկ ավել վերցրեց, Շատ անգրագետ եմ, պապ ջան, շատ։ այ հայրիկ, ես ինչ է։ Հալվա է, կոզինաղ է, մեկ էլ երեխա ժամանակ եմ կերել, հարշան, որ տեսա չդիմացա։ Այ հայրիկ, հիմա ով է հալվա ու կոզինախ ուտում, հա։ Ինչի։ Աղբեք ավելացնում։ Ոնց թե ինչա պատահել է, թող մնա ես կուտեմ, Արշակ, յա։ Տեսար, ասում մի բարգացրեք, Ես ինչ է, հա։ Ես ինչ է։ Կալբասա, Ինչ կալբաս։ կալբասա էլի։ Մարկ, Մարկ, Մարկ 70 կոպեկանոցն է, Մարկ։ հարշան էդ կար է դարra, կալբասա էլի թող մնա, կուտենք էլի, նայ տղաջա, նա։ Ուտելու բան չի, պապ ջան։ Լավ, որ չեք ուտի շանը կտանք առանց էդ էլ ես էդ խեղճարաշ պեղավոր եմ, որ իրա ճաշ առավոտ կերա է, արի, էй, արի։ Եվ դուք կարծում եք, որ դա լեսին կուտի, հա։ Ինչի, ինչ ա եղել, հարճան, իմ շունը հում սոխել ա ուտում, Ուտի, իրանքի, արմություն է։ Լեսի։ Եսի, Լեսի, մոյա խարուտը, իմ սուդա, Прыгай, вот так. На, покушай, маленькая. Ну, кушай. Ха? Արշակ, Կերա։ ես ով է։ բավոր, շունն էլ չի ուտում էլ ում համար են սարքում ձեզ մատա։ Արշակ, մամային կարչիր։ Մամ, այն ներքևի արևան Ստեփանն է, քեզ է ուզում։
Ինձ։ Բակարչի է։ Ստեփան դերս համեցեք։ Ոչ։ Ես ես ասում եմ, ինչ է պատահել։ Ես այնքան հուզված եմ։ Ես ուղղակի խելագարվում եմ։ Ինչու՞։ Հասկանում եք, Արտիկը հեռանում է տնից։ Ինչու է ուզում հեռանալ։ Չգիտեմ, ոչինչ չասած, ոչինչ։ Եկավ հերթապահությունից, հուզված, այլայլված, ասած որ գնում է։ Հիմա իրերն է հավաքում, եւ Երևանի գորգը, եւ այլ բաներ, որ համատեղ աշխատանքում ենք ձեռք բերել։ Ուրեմն կեսնիմն է, բայց թքած նա հեռանում է, նալացում է ինձ, հասկանում եք։ Իսկ ինչու է ուզում ձեզ ոգել, դուք այնպիսի, ինչպես ասեմ, դուք այնպիսի բան չեք արել, Դե ինչ եք ասում, տիկին Սիրափ, ինչ եք ասում։ Ես դրան այնքան հարգում եմ, սիրում եմ, պաշտում եմ, դուք գիտեք, ես դրան չեմ կարող ապրել, Շամպես ասում շան որդի։ Չգիտեմ ինչ արել։ Մերքես բայց շամպես սուտ ես ասում։ Ինչպես իրար խոսեմ, ես չգիտեմ։ Հասկանում եք, նա ձեզ հարգում է, նա ձեզ կլսի, գուցե բացատրեք մի բան, գուցե հասկացնեք ինչու՞մն է բան, թե չէ այդպես հանգարցակի վերքին ու գնա, խնդրում եմ օգնեք, ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ ձեզ։ Զարմանալի է, կաշմար կակոյտը, գնանք։ Խնդրում եմ, շնորհակալություն։ Տարօրինակ է։ Հիանալի համերաշ խնդանիք, եւ հա խնդրեմ, եւս մի դատական Դեր Աստված։ Այ բա, այդ ինչ ես մտածում։ Նրանք բաժանվում են, դու ես մտածում, բա։ Արի, պապ ջան, արի գնանք արեստանոցս, մի տեստե ինչեր եմ սարքել։ Արի։ Ova. Մարկոսի հերն է Մոսեսն է մելեք եմ եկել գյուղից։ Մարկոսին, Մարկոսին էլի, ոնց ասեմ, վեն հրես կողքիս կանում ես, ոնց ասեմ ստիչեցրի, Մարկոս, ով է։ դասավոր տանը չեմ էլի։ Արի ու դու ասա է, որցերության ուզում ես սուտ ասամ դարրամ, նամուս, նամուս։ Այո, լսում եմ, խոսել եմ, տեսնենք, իհարկե, հուսանք, մի բան կանենք, լավ, քեզով էր ասում, որ հեռախոսի մոտենայր, Զնգում էր, քեզ ինչ թե զնգում էր, չես կարող հանգիստ մնալ այ մարդ, զնգում էր էի, դու ուրիշ բան գործ չունես այ հայրիկ, այ քո ցավը տանեմ, մի բա որ անում ես հարցրու նորարա էլի, մի բա որ ասում լսիր էլի, մեզանից ինչ ես ուզում, Հայրիկ, հիմա էլ ընտանիքներ եք քանդում, հա? Հերթը երբ եմ ես հասնելու, երբ? Էլ ինչ փորձագուն եք մեր գլխին բերելու, ասացեք։ ինչ է, Արտիկը բաժանվեց գնաց։ Թու աննամուս, որ ծերության ուզում ասուտ ասան դարան, է։ Պապ ջան, Տապնել չի մտնում, ինձ ասում ասուտ ասա։ Պապ ջան, մի նեղանա, պապ, նա որ սուտ չխոսի չի կարող, ասում ես, մի նեղանա, պապ ջան, ասում ես էլի։ հավատա, պապ, ով հասնում ասում է, իմ հայրը, իմ խնամին, իմ որդին անմեղ է, անմեղ տեղը նստացրել են, ազատի, բա այդ մարդն ինչ անի, որ սուտ չասի, ապետ, մի նեղանա, ապետ ջան, մի նեղանա։ Չեմ նեղանում, եթե նեղանում եմ, իզնից եմ նեղանում, որովհետև անբախտ մարդ եմ, ձախորդ մարդ եմ, ուզում եմ լավ բան անեմ, վատ բան ա դուս գալիս, ուզում եմ մարդկանց ուրախացնեմ, արշակ, լացացնում եմ։ Պապ ջան, պապ, ես էլ ու էստեղ եմ ծնվել, պապ, էստեղ եմ մեծացել, բա իմ լեզուն ինչի հասկացող չկա, բա ինչի ես իրանց լեզուն չեմ հասկանում, պապ, ուրեմն էստեղ ուրիշ գաղտնիք կա, պապ։ Ինչ գաղտնիք է, արշակ, ինչ գաղտնիք է։ Պապ ջան, տես, մաման ու պապան նեղացել են իզնից, որ իրավաբան չեմ ուզում դառնա։ Դա նեղանալու բան, արշակ, Չէ, դա նեղանալու բան։ Պապ, ես քեզ ոնց բացատրեմ։ Դա հազար ու մի բանի հետ կապված հարց է, պապ։ Պապ, ես գետինը կմտնեմ, բայց չեմ կարող ասել, թե որտեղ էիր երեք երեկոյան ժամը 8-ից մինչև 11։ Ու թե պատասխանես, չսպանես էլ չեմ կարող ասել, թե սուտ ես ասում։ Ես հավատացող մարդ եմ, ապեր։ Ինչ ասեմ, պիտի հավատամ, որովհետև ուրիշ ձևով ապրել չեմ կարող։ Իսկ իրավաբանը պետք է կասկածամիտ լինի, պիտի չհավատա, պիտի ստուգի, փաստեր հավաքի, հարցաքննի հազար ու մի մարդու։ Դա էր իր գործն է, բա ինչ պիտի անի։ Ապրես պապ ջան, իմ ասածն էլ հենց էտա որ կա, որ ամեն մարդ իր գործը պիտի անի, ինչ որ իր սիտն է ուզում եւ ինչ որ ինքը գոնե իր կարծիքով ամենից լավ կարող է անել։ Դե տես պապ,
Ինձ զորով էին ուղարկում դասի։ Խնդրում, սպառնում, պատժում էին, հետո ինչ դուրս եկա։ Իսկ ես հազար ու մի դժվարություններ հաղթարելով մասեր ու նյութեր եմ ճարում, գործիքներ հավաքում, սովորում եմ։ Ու թե թողնեն, չէ, կաշխատեմ առավոտից մինչև երեկո առանց հաց ուտելու, պապ։ Արշակ, ինչ որ բաներ ես սարկում է, ասում ես ու ցույց չես տալիս, է։ Պապ, ախր դժվար է վարպետին ցույց տալու, պապ։ Կեղծավոր շամվորդի ցույց։ Բեր։ Արի, պապ ջան։ Արի գնանք արեստանոցս։ Մի տեսեք ինչ էր այս։ Արի, պապ ջան։ Արի, պապ ջան։ Արշակ, Ասա, պապ ջան։ ես քու գործերն են։ Հա, պապ։ Ես դու ես սարքել այ բալա։ Հա, պապ ջան։ Ուի։ Արշակ մի բան ասեմ, ամա նեղանաս ոչ։ Ասա, պապ ջան։ Կարող է թե քեզ համար բալա ջան նշանակություն չունի, Հա։ ամա որ ձին գլուխը բարձր պահում է, Հա։ ոտները չի ծալի, ոտները ձիգ կպահի, հողին դիմհար արած է, որովհետև ամեն րոպե կարող է ուզենալ փախչի։ Ճիշտ, պապ։ Բա, Բա դու որտեղից գիտես, այ պապ։ Ոյ, մազերիս համբարքով ձիեմն արել բալա ջան, ես մազերիս չէ, ջայել վարտվա մազերիս։ Ապրես, Արշակ ջան, համ լավ ձերք ունիս, համ լավ հոգի, Հա, պապ։ սիրում գործեր են, ապրես, լավ ձերք ունիս։ Տեսնում ես, պապ ջան։ Իսկ ինձ ասում են, իրավաբան դառ, իրավաբան։ Գործ ունես։ Արշակ, են մեկ ինչ էր է, որ փաթաթեցիր թե ծալեցիր, տարարեն անկյունը դրեն, ինչ էր։ Որ է։ Հա, Պապ ջան, կիսատ գործը չի էլ ստացվում։ Բեր այդ Ցույց տալու բան չկա, պապ ջան։ շամորտի բեր։ Բայց մեկ այմա որ ցույց չտաս պիտի գիշերը թակում վեր կենամ նայեմ ես այդքան համբերություն ունեմ։ Դե որ շատ ես ուզում, պապ ջան։ Տես։ Ուրեմն հիշում ես տատիդ, Հա, պապ ջան։ դա էլ մնաց ապրեց երկի նման, գրքի նման, խաչքարի նման։ Հա, պապ։ Այդպես պիտի լինի, պապ։ Այդպես էի ուզում ասել։ Ու որ մի օր ցուցահանդես բացեմ, չէ, պապ։ Ամենալավ տեղում կախելու եմ այս նկարն ու տակն էլ գրելու եմ։ Տատիկիս դիմանկարը։ Մարսենիկանուտն էլ գրելի քեզանից ինչա գնում, գրի թող ապրի, թող մնա։ Կգրեմ, պապ ջան։ Անպայման կգրեմ։ Հիմա ինչ ես ասում, պապ։ Գնում ես գյուղ, թե մնում ես։ Ինչի այ որդի, ինչա պատահել է։ Հայրիկ, խնդրում եմ, Արշակ, եկեք ճաշելու։ Դե հերիք հացը խեսելի, մի կտոր հաց կեր նոր, Գասական է։ դե գալիս են։ Նստի, պապ ջան։ Ստի, Հա։ Հա։ Մի բաժակողի չխմեք։ այսինքն թե ախորժակի համար մի բաժակը չեր խանգարի։ Չի խանգարի, չէ։ Կարող է նույնիսկ երկրորդն էլ չխանգարի։ Արշակ։ Հայրիկ,
Marcos, հարցումի բաժակել դու խմի։ Մերսի, հայրիկ։ Հայրիկ, այ, այս կտոր վերցրեք։ Հայրիկ ձերքով վերցրեք, խորովածը կարելի է ձերքով։ Դե ասա մարդավար էլի հարշան։ Արշակ, ապերը գործեր թավանեց։ Marcos, դուք դեռ օրտնելու եք են օրամ, երբ Արշակ Մարգարյանը աշխարհ եկավ, մեր սեղը սրանով է հիշվելու, եմ։ Դե լավ էլի պապ ջան, հանկարծ կհավատամ։ Եմ հավատա բալաջան, որովհետև համ լավ ձերք ունես, համ լավ հոգի։ Հիմի ձեզ դառնամ իմ տղա Մարկոս, իմ հարս։ Պետք չի այդիկ հաց ենք ուտում։ Չեմ, Արդյոք ենք չէ, բալաջան, չէ, հա։ Հին խոսք է, թե մեծ մարդն ու երեխան մի բան եմ։ Ճիշտ խոսք եմ։ Լավ էլի պապ։ Չէ, բալաջան, դե ասեմ։ Ես էլ եմ հասկանում, որ ձեզ շատ եմ նեղություն տալիս, բալաջան։ Համա աստված մկա, դիտմամբ չեմ անում է, այդպես է դուս գալի։ Հայրիկ, մենք սիարպի հետ խոսեցինք այդ մասին։ Եվ եկանք այն եզրակացության, որ դու պաստորեն բեղ չունես ես գործում։ Հանգամանքները այսպես են դասավորվել։ Ինչ են ենք։ Այո, իհարկե, եւ վերջապես եթե այդ տղան կներեք արտահայտությանս լրբությամբ է զբաղվում, մենք պետք է նրան հովանավորենք։ Այստեղ են ասել, Մի լինի ուրակի պես, միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, Չէ, այդ տղային մյուսը, որ ասում է, սելը ճռալու փոխարեն սել որն աճառում։ էլի կապ չուներ, բայց կեց ես ման ջան։ Բրծակ, վերջացրիք, դե ուրեմն ներող երեք, տղա ջան, հարս ջան, թե որ այնպիսի բան կանեմ, որ հնարավոր լինի բանի տեղ չդնել, մի դրեք, Ամա թե որ մի այնպիսի բան կանեմ, որ հնարավոր չլինի բանի տեղ չդնել, երեսիս ասեք, ես նեղանալ չեմ, որովհետև ես քաղաքացածիդ մեջ ես քոր մարդու պես եմ ման գալիս, ոտքերիս տակը տնտղելով, ձեռքերս առաջ պարզած, ուրեմն մի թողեք, որ դիպչեմ, ոնասեմ մի ամմեղ մարդու, ձեռքիցս բռնեք, ու անցկացրեք ինձ համար դժար ես նեղ ճամփեքով մինչև որ տեսնենք ինչ ա դուս գալիս։ Այ պապ, դու իսկական ռետոր ես պապ ջան։ Ինչ է։ Ասում եմ դու պիտի իրավաբան դառնայի։ Այ բալավ, այդ անգրագիտությունս խանգար է։ Չէ խանգարի, չէ։ Չի խանգարում, չէ Մարկոս Մայիսեիչ։ Այդ տղա, Հարշակ, էլ չխմես։ Չխմես այդ տղա։ դե լավ ես էլ եմ խմում։ Հայրիկ, դուք հիանալի խոսեցիք, այդպես չէ Մարկ։ Բայց մեզ վրա էլ շատ մի նեղացեք։ Երբեմն նյարդայնանում ենք, ջղայնանում ենք, որովհետև հանգամանքներն այդպես են դասավորվում և հասկանում եք այս հսկայական տունը իմ ուսերի վրա է։ Վտիտ ուսերի։ Հա։ Եվ հատկապես հիմա, երբ Մարինեն իր ընկերների հետ ծովափ է գնացել, ես հոգնել եմ։ Այդպես չէ, Մարկ։ Խնդրեմ, Մարկը վաղը իր կոլեգաներին տուն է հրավիրել։ Պատահական մարդիկ չեն, պատրաստություն է պետք տեսնել։ Իսկ ով պետք է անի։ Ես միայնակ։ Բայց ինչի միայնակ, հարս ջան, բա իմ բանը գործ ինչա։ Ասա ինչա պետք, դու մի կողմ քաշվի։ Ահա։ Ոչ մի դեպքում։ Մարկոս։ Հա։ Մարկոս։ Բարի գեղեցիկ առաքինի ընկերը մարդու Ջան։ Ես բաբդ ոնց է։ որ բարձրացնում է
աստիճանը միշտ վերը մարդու մանջում եմ։ Բրավո, հայրիկ, բրավո։ Արջան, ինչի ես մենակ, ինչի ես մենակ։ Դու տարիքիս մինա եմ, ձերքերս չեն դողում, աչքերս են լավ տեսնում են, տես, սպասի այդ նրան, սպասի, տես, տես մի կաթիլ թափեց, այ, ուխ, ուի, Դարեցի։ Չարը խապանվեց։ Ես ով է։ Արշակ դուրը բաց։ Վայ հայրիկ։ Հայրիկ, ասում ես ձերքերս չի դողում։ Դե լավ, անցա։ Այստեղ ապրում ընկեր Մարկոս Մարգարյան։ Ես իր հոր ընկերն ես։ Հա, Պապա, հա, արի։ գնա։ Քուրջան, ես Եվիկունի ոչխարի բանի ես կար որտեղ ես։ Հասո եղավ, ես ինչ է, Լրություն ինչ եք խառնվել իրարի չգուդում ես մարդուց։ Չեք տեսնում մարդանք ես սրտով է բերել։ Վայ, ապրիքո արևն աղջիկ ջան, վալա, բիլա մաքուր սրտով մարդ ենք, չի, իսան ենք, չի։ Եվ վերջապես շուկայից չի գնել։ Արի վալա։ Ուրիշից պատկով չի վերցրել։ Արի։ Ուրեմն պետք է ընդունել եւ շնորհակալություն հայտնել։ Շատ շնորհակալ։ Սիրակվի։ Ինչ է նշանակում քեզ չեմ հասկանում։ Որ այս բոլորը հյուրերից սեղանին դնեմ կհասկանաս։ Այս մարդուն Աստված է ուղարկել մարդ։ Բայց ով է։ Ներս անեցեք։ Շատ շնորհակալ եմ քուրջա։ Շնորհակալ եմ։ Ես հիմա այդի կբերեմ։ Չէ, դեպս չէ։ Մի բաժակ չայ եղնի իրիկա։ Հա։ անցինստի հասու։ Շատ շնորհակալ եմ։ Այդպես չի կիրվո։ Մի բան սուտ ասի։ Չէ, Մարգոժան, ոնց որ ինձ պատմեց, այնպես էլ քեզ, տղա ջան, թե կարող ես օգնես մարդ։ Կաշմար կակույտը։ Դրա համար մարդ են նստած։ Ասա քուրջան, ասա ես։ Դե ինչ թաքցնեմ ձեզնից։ Այդ գործը ինձ մոտ է։ Վայ անդո ես կուցավը տաներ։ Անդոնով է։ Գործում անդո չկա։ Ուրախությունից խելքը թրծել։ Մարգոժան, կարաս մի բան անես։ Մա։ Մարգոս, Ինչ ասեմ։ Հայրիկ, ինչ ասեմ։ Բոլորդ էլ հարազատ մարդիկ եք։ Ինչպես մերժեմ, հա։ Տեսնեք, մի բան կանեմ։ Մարկ։ Վայ ես քո սուրբ լեզվին մերնեմ։ Ջամիլս մոնից նոր ծնվա։ ապրես տղա ջան, ապրես Մարկոս ջան։ Մարկ, ты прямо прелесть։ Սիրակվի, ես ասացի տեսնենք։ Հայրիկ, 100% չեմ խոսում։ Գործում դժվարություններ կան, որոնց մասին ես չեմ կարող ձեզ ասել։ Տեսնենք, կհաղթարենք, տեսնենք։ Վայ դու հաղթի ու հարիքու արևին մերնեմ։ Մենակ դու ասա ինչա պետք։ Ինչի հասոն երեխայա չի իմանում, որ քեզնից մեծ մարդ կա։ Մենակ դու հաղթի ու հարի։ Հասոն տուն, դեղ, ողջ Արցախի ու պարտքի տակից դուրս գա վալլա բիլլա։ Լավ։ Բա եղավ հասո, Լավ։ բա եղավ։ Ոչինչ վաճառել հարկավոր չէ։ Դուք մեզ նայեք, մեր տանը նայեք։ Մենք որևէ բանի կարիք ունենք, հա, հայրիկ։ նայ, Չէ, Կիրվո, ես իր համար չասեմ, ախր իրանից մեծ մարդ կա, գործ ստուգող կա, գործ հաստատող կա, հետո մեքենագրուհի կա, բա։ Լավ, հասկացեք, Նավոյան։ Հիմա պետք չէ, որ պետք ունի ես ես կասեմ։ Շան տղեն իսկական իրավաբան է։ Վայ ասու ջապ, շնորհակալ եմ,
Աստված ձեր բալեք բարի, քուր ջան, դոշակի բուրդ անհոգ մնա։ Այ մարդի դու խոսենք էլի։ Ընկեր Մարգարյան, կներես, որ մեր անպետք ոչխար էստե կալմակալ արեց։ Տրվելան բոլ կեղտոդեց, անասունա չի հասկանում վալլա։ Բոլորովին էլ չեմ ներում։ Մյուս անգամ կմորտեք նոր կբերեք։ Կարիք չկա շենքով մեկ հայդարություն անելու։ Էրե, հասկացան, գիր Մարգարյան, ես աչքիս վրա, ես ինչեր եք ասում, Կատակ են գանում, հայրիկ, կատակ։ Գիրվո, բա ես ինչ ալե, ես էլ հանական ես, սրճավ է, շնորհակալ եմ տղա ջան, Աստված, ես ոնցա, հա, մնաց բարով, շատ շնորհակալ եմ, Աստված պարմեք ձեր, Լեսի, Մյուս անգամ այդպեսի բան չանես, հայրիկ։ աշխարհում այնքան դարդ կա, բոլորը ձեզ են տվել։ Ինչու պետք է ես զիշեր, ասա, ինչու։ Ամեն պատահական մարդու տուն չեն բերի, այ հայրիկ։ Ինչու ես պետք է օրենքները շրջանցեմ հիմար կատակների սիրհար ինչ-որ ջահելների մեղքի տետևացնելու համար, ինչու, ինչի համար։ Ինչու։ Լեսի։ Ինչի համար, գարան համար, մեղրուպաների համար, ինչի համար, մարդկությունը դառավ մանրություն։ Я вообще горох, Господи, Боже мой, что за наказание? Что за наказание? Ճամփատուր այն ելնի, Մովսեսա պետք է կարդալու։ Մարկ! Մի րոպե, ասենք Մարիս ճամփատել է, բայց արկղը ո՞նց եք ներս ներելու։ Ո՞վ թողում։ Չի մտնի մեկը։ Դուզ ասում է, մտնել չի։ Ստեփան, Սերոժ, այ, հեգի։ Ոսնապեր, պիրիլ ենք է, համա հարցը թիլ չի անում է։ Դրից ներ չի մտնում է, Մտնել չի, հա, այսպես կանենք, սնդուկը բաց արեք, գործիքները մեկ-մեկ բերեք բալկոն։ Պապ, ես լրիվ գործիքներ է։ Բա, բալաջան, Ահ, պապ, ինչ գործ եք անելու է։ Ինչ գործիքներ։ Հեչ, զնդան մնդան, հարճան, կերիկ մերիկ, չակուչ մակուջա, չալպատին, մալպատինա, Եվ այդ բոլորը դուք ուզում եք պատշգամբ տանել։ չի հարճան, ոնց որ դուք ասես, ուզում ես ուրիշ սենյակ տանել։ Բայց ես չեմ հասկանում ում են պետք այս գործիքները։ Ոստեում եմ պետք, բա ես պարապ եմ մնալու հարճան։ Նայել տեսակ մարդա է, որ մի օր չաշխատեց կմեռնի։ Եվ ինչ եք մտադիր անել այս գործիքներով, ինչ։ Ոստե հարճան, հայաթավորներ են, հարևաններ են, լավություն կանեմ կապրեմ, այգեք, Սերոժան, եկեք, Մարկ։ եկեք։ Մարկ։ Ուй, ինչ պատա ես, հարճան։ Մարկ, это балаган։ Что за балаган? Ինչ է բերում։ Մարկ, նրան ասած, որ գործիքները, չապուչ, գործները աշխատել է չես սմեռնամար։ Լավ, հանգիստ։ Հայրիկ, դու ուղղակի ձանձրանում ես և չիմանալով ինչ անել, անընդհատ զանազան պատմությունների մեջ ես ընկնում։ Գնա քաղաք այր ջան, ման հարի, մետրո նստիր,
թանգարաններ գնա, մատենադարան գնա, հեղափոխության թանգարան գնա։ Այդ հեղափոխության թանգարանը որտեղ, Շուկայի դիմաց չի մսկիթում։ Չէ, ասենք այնտեղ քաղաքային թանգարանն է։ Սպասիր։ Այ այրիկ։ Մատենադարան գնա։ Աշխարհի 4 կողմերից գալիս է մեր մատենադարանը տեսնելու։ Գիտես ինչ նմուշներ ունեն։ Գիտես ինչ կա մեջը։ Մեջը 5 գրքեր են։ Դե ասա գրադարանն է, էլի։ Ուզում չեմ։ Մարգոս, որ գրադարանն է, չեն ուրիշ տեսակ ասում, ուրիշ անուն տալիս։ Հա? Դե լավ չես զում մի գնա։ Ոյ։ Լավ։ Դու ես քաղաքում ծանոթ բարեկամ չունես այ այ։ Ընկեր չունես։ Ոչ չունեմ, այ բալա։ Ասում էի տանը մնամ հարսի սոքրեմ, թե չէ ինձ ինչ կա։ Էջ որ չլնի Երվանդ Տրտաջյանի տուն գնամ, ենքան խնդրել, 1000 անգամ ասել, խնդրել, ասել։ Ոստե, Երվանդ Տրտաջյանին ճանաչում չես։ Մեր այսինքն ձեր գյուղացի, հա։ Պույ, դայ տղա, ձեր գյուղացի, Երվանդ Տրտաջյանին ճանաչում չես։ Չէ, էլի վայ։ Ամեն էր թերթերում վիրա, մասին գրում են, նկարում են, առավոտվան է ծերիկոն ռաջոյով երգում է։ Սպասի։ Ժողովրդական արտիստ, Բա, ամատեք ասես, դու դրան որտեղից ես ճանաչում։ ոյ, ոստե, այ բալա, Դու ենքան ինձ պաչակ չկաս, ինչքան Երվանդ Տրտաջյանն է ինձ պաչել է, մի եկել հարցնում ասում, որտեղից ես ճանաչում։ Հա, բայց երբ, որտեղ։ Որտեղ, մեր գյուղում, ոյ, բա, եկել էր, դուր եմ տեսած, կաս, Մարկոս, Իհարկե։ Երվանդ Տրտաջյանին տեսած կաս դու։ 1000 անգամ։ Այ բալա, որ տեսած կաս, մի ասա տեսնեմ, ես ովա, Ուй, ջոն, Սիրարպի։ Ինչ է։ Տես։ Աստված։ Նա դες գրքել է։ ինքան ասես, նկարվեք, դարբի մուսես, նկարվեք, ինքան զորեց վեր շիրա խոսքը արեց։ Աստված իմ, բայց որտեղ։ Որտեղ, մեր գյուղում, եկել էին համերգի, մի շաբաթ մնաց մեր գյուղում, Լավ, ինչի գյուղը նախագահ, քարտուղար, հաշվապահ չուներ։ ուներ, հենց այդ քո ասած նախագահն էլ խրկեց մեր տունը, ասաց, Մոսես ապեր ասաց, մեր սիրելի արտիստը, ասաց, նուրբ ականջներ ունի, կարող է ցավեն ականջներ, ասաց, այնպիսի տուն ա ուզում, որ հանգիստ լի, որ ոչ մեծը լի, ոչ խանգարողը լի, ոչ երեխա լի, դե մեր գյուղում էլ տղա ջան, մենակ մեր տունն ա, որ ոչ մեծ կա, ոչ երեխա։ Հայրիկ եւ մի ամբողջ շաբաթ շարունակ նա ձեր փոքրիկ գյուղում համերգ էր տալիս։ Նախ մեր գյուղը փոքրիկ չի հարց ջան։ Հետո մի օր երկեց հիվանդացավ, մրսել էր, ընկավ անկողին։ Հետո մի շաբաթ պարկեց, հետո որ լավացավ, ասեց, չեր ուզում գնալ, ասում էր, դարբի Մովսես, ես դեռ ինձ այսքան երջանիկ չեմ զգացել, դարբի Մովսես, ասում էր, երանի թե գործ չունենայի, միշտ մնայի քեզ հետ դարբի Մովսես, ասում էր, զրից անեի քեզ հետ ու երկեի քեզ համար դարբի Մովսես, ասում էր։ Եվ այդպես էլ խոսում էր, հա։ Չէ, ոյ, մենակ այդ բաներն են ասում հարցան, մի ման չում եմ թե ասում ասում էր դարբի Մովսես, ասում էր ես քո տղեն եմ։ Կոնստը։ Հա, ասում էր իմացի որ սրանից հետո քաղաքում երկու տղա ունես, ասում էր իմ տունը քո տունն է, ասում էր որ իմացել եմ եկել ես քաղաք ու իմ տուն չես եկել, շատ փիսկ նեղանամ դարբի Մովսես, ասում էր։ Հենց այդպես էլ ասում ասում էր շատ փիսկ նեղանամ, ասում էր դարբի Մովսես։ Չէ, ասում էր
շատ խիստ կնեղանամ։ Բայց այնպես էր ասում, շատ խիստ կնեղանամ, ոնց որ ասել, շատ փիս կնեղանամ դարբին Մովսես։ Հա, այ դո ոնց էր երգում, ավալա, ոնց էր երգում։ Լացածում էր, երգում էր լա 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 լա, մաման չմեմեի, հետո գրապար էր, խոսում գրապար էր երգում էր, ասում էր, ինինչ մանետ, արքայական, զարդիր սիրելիտ, իմ զարդ, իման չմեմ, լավ էր սովորել ես, լավ էլ երգում է, լացածում էր, Սուտ եմ ասում է, հաս, ուզում եք հենց հիմա գնամ բերեմ մեր ձեր տուն։ հայրիկ միթե նա կգար, Հա, գա, բայց գա մերոնց հետ ինչ անի։ թող միայն նա գա ու ոչ չգա մարկ, Եղավ։ դե լավ էլի մարկ, ախր որ նա գա, դերոնց ինչ կլինի, հիշում ես Լիպարիտ Սոխակյանը իր ծննդին մի դուդու կահար էր հրավիրել, ինչ եղավ, հա, ինժեներ Ստեփանն էլ մի գազան վարժեցնողի էր հրավիրել, ոչ մի սոսկալի բան տեղի չունեցավ, Երվանդ Տրդատյանը մեր սեղանի զարդը կդառնա մարկ, Դե լավ, հայրիկ մի բերան ասա։ Կգա, չգա։ Ուй, Մարգոս, որ ազա տեղավ, ոնց չգա։ Երեկոյան եկեք ներկայացում նայելու, շատ հետաքրքիր ներկայացում է, ես կանցկացնեմ, հա, անպայման եկեք, կոնտրակտու էլ կա, ահա, իհարկե, վաղ ժամը 11-ին փորձ շուշանակ, լսիր, Սաշային էլ հետդ բեր, Տիգրան ջան, կինդ զանգեց, ասեց, որ Մերիին դպրոցից տուն տանես, քեզ հետ չեմ լսի, Մերիին դպրոցից տուն տանես, ուրեմն երեկ գնացել էի Վարդանենց տուն, ինչ գրադարան ունի, չես պատկերացնում, մի ահռելի բան, չի կարդում, ժամանակ չունի, մի րոպե, ես չեմ հիշում, որ քեզ նման հեր ունեցած լինեմ, որ ես գնում, հետ գնամ։ Խոսքի համար ասեք, հույրիկ ջան։ Ես հետ չեմ։ Ես Երվանդ Տրդատյանի մոտ եմ եկել, նրան եմ ուզում։ Մի րոպե, նրան ուզում եք գնացեք, տոն սառեք, երեկոյան եկեք, ներկայացում նայեք, կտեսնեք։ Դու ինձ սխալ հասկացար, ընկերոջ ջան, Երվանդ Տրդատյանը ինքն է ինձ կանչել։ Երվանդ Պավլովիչը ինձ ոչինչ չի ասել, ոչինչ։ Ես նրա ազգականն եմ, գյուղից եմ եկել, ընկերոջ ջան։ Երվանդ Պավլովիչը գյուղում ազգականներ չունի, հասկանում եք, գյուղում ազգականներ չունի։ Դու իրեն զանգտուր ասա, Մոսես ապերն եկել գյուղից քեզ ուզում, տես ինքը ինչ կասի է, մենք իրար շատ մոտ ենք, ընկերոջ ջան, ինքը ինձ շատ է հարգում, Երվանդ Տրդատյան։ Եթե այդքան մոտ եք, գնացեք տուն, ճաշեք, չայ խմեք, ինչ ուզում եք արեք, խոսեք, զրուցեք, ինձ ինչ եք ուզում, ինձ հանգիստ թողեք, ես զբաղված եմ։ Ինքստի ես իրա տուն գնամ, շատ ենք մոտ է, ուղի մի շաբաթ Իվան դեր է, երեխու պես խնամել եմ։ Այսինքն ճիշտ որ ասեմ հիվանդ չէր, խմում էր, են ոնց էր խմում անաստվածը, ձեզ մատաղ են ոնց էր խմում էր ու ասում խենթենալ կարելի է։ Մի անգամ մեղքս եկավ ասացի Երվանդ ջան, ես ու արաղը չեմ ափսոսում, քեզ եմ ափսոսում, ախր մի բան կեր որ չհարփես, ու մեկ էլ Երվանդ Տրդատյանը ծիծաղեց։ Խենթ է այս մարդը ասաց դու խենթ ես, խենթ, դարբի Մովսես, ես ուզում եմ հարբելիս դու ասում ես կեր որ չհարբես։ Այն ոնց էր երգում անաստվածը, ոնց էր երգում, հատկապես այն գրապար էր երգում, ինինչ մանետ, արքայական, զարդիր նազերի, դիմ զարդիր, մանչում եմ, Լավ ես երգում, հա, չէ, մի ամացի, լավ ես երգում, Ինգերոջ ջան, լավ, ինչ ես ասում գնամ։ Չէ, չի կարելի։ Ես իրավունք չունեմ, հասկանում եք վերև թողնելու, չի կարելի։ Փառք Աստծո, որ քո իրավունքը մենակ վերև թողնել չթողնեն, հա, փառք Աստծո, փառք կառավարությանը։ Ինչի՞։
Tanışkem? Girtir tacan. Ay. Varıcısın girtir tacan. Varız. İnşen zangarın. Çin zangar. Teşekkür ederim. Girtir tacan. Ay. Şana çeçir. Ha, հիշեցի, բարձացեք տեղակալի մոտ, ես արդեն խոսել եմ, նա ձեզ կօգնի։ Umut. Տեղակալի։ İnçi hamar. Ոսե ինչի, դուք չեք ուզում պահակ աշխատել կամ նման մի բան։ Çi. Buranın şana çeçir. Ay, Fransiyakal, şnorakal. Բարև ձեզ։ Bana bak şimdi. Բարև ձեզ։ Moses de mi? Այո, Moses girtir tacan. Çoratan gyoğiz. Չորաթա։ Çoratan. Չորաթան, ինչ տարօրինական ունե։ Իսկ որ շրջանն է։ Şamşadin. Շամշադին։ Շամշադի, հա, հիշեցի, ես այնտեղ երկել եմ, համերգ եմ տվել, ինչպես եք տեղակից, լավ եք։ Kankeli. Hivandı. Ay, ay, Şapatel ay. parketsini. Ay, ոնց որ թե։ Emi vonses. Լավ եմ, գիտեք, նոր դերեր եմ պատրաստում, նկարը անվում եմ։ Դե լավ, ինչով կարող եմ օգտակար լինել։ Ինչով։ Ասացեք, խնդրեմ, միամաչեք, եթե Տոմսեր են պետք, մեծ սիրտ։ Pavliç. Ժաննաչկա։ Yanan Pavliç. Neretsek? Կներեք։ Չէ որ դուք ինձ խոստացեք։ Ժաննաչկա, եթե ես խոստացել եմ, Uremen morratselis. ներիստերից մի րոպե։ Moses ne mi? Moses. Չեմ հիշում, Darpin Moses'e irasum. չեմ հիշում, գիտեք, անընդհատ նոր հանդիպումներ, նոր մարդիկ, նոր դեմքեր։ Մոսես։ Չէ, չեմ հիշում։ Ներեցեք։ Դե լավ։ Ցտեսություն։ Ամենայն բարիք։ Ինչպես է ձեր անուն ասած։ Moses. Darpin Moses. Մովսես։ Հա։ Երևի ես այն ժամանակ խմում էի։ Ha, bir kiçkar. Իսկ հիմա չեմ խմում։ Դե լավ։ Լավ, ցտեսություն թանկագինս, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք։ Անպայման եկեք շուտով պրեմիերա է, ես ձեզ կսպասեմ, Ռիգոլետտա։ Ցտեսություն, լալա, Ժանշկա, լալա, ես մի բան խոստացել եմ։ Չճանաչեց։ Չհասկաց։ Քրիսպես ոնց կլինի։ Եղած չեղածը մի ամիս էր։ Ուղիղ մի շաբաթ երգում էր ինձ, գրկում էր ինձ։ Ասում էր Դարփին Մոսես, ես քո տղեն եմ։ Ես ինչ պատահեց, ձեզ մատա։ Ախր Այսպես ոնց եք ապրում, տնաշեններ, քիչ էր մնում հանեի, բայց տեղը չէր, որ հանեի ու ցույց տայի, պահել են սուտ ու սիրուն աչքերի առաջ ասեի, բաս նա նովա գրկել է, ինձ ովա գրկել այ շամ որդի։ Дорогому Дарбину Мовսեսу, твой Երվան, հայելի։ Դե լավ, ոչինչ, մի տխրիր, Դարբին Մովսես, մի տխրիր, արի մի հասին սուրճ խմենք, հա, դե քաղաքի էլի կպատահի, ոչինչ։ Երանի, պատահած չլնեի, Երանի, պատահած չլնեի։ Դե լավ, մի տխրիր, Գիտես, եթե որևէ բան քեզ պետք լինի, իմ ձեռքից գա, ես քեզ կօգնեմ, ծանոթներ շատ ունեմ, քաղաքում շատ ունեմ ծանոթներ։ Արի սուրճ խմենք, արի։ Չէ, շնորհակալ եմ, աղջիկ ջան։ Ինձ ոչ մի բան պետք չէ։ Մենակ մի բան եմ ափսոսում։ Էլ ոչ մի անգամ
չեմ տխրելու, որ դրա երգը լսեմ, ամրես աղջիկ ջան, ամրես։ Բա Դուրը բացել ասեմ։ Հագի։ Չես ճանաչում, չես ճանաչում։ Դեպր, ազատ տեղ չունենք այդ տղա, ազատ սեղան չկա, ստոլ չկա, աթոռ չկա, կավը, չելի, այս ժամանակին գալիս ես, այ ապրես դու, հա։ Ես։ Չէ, ես, մեկ գիշերը պահագնա, Արի, ճարապատ, այ մարդ, արի, կասեմ ժամանակը, վացեք, յա, Բույներսես է դու ես տեսես։ Կտունը չկանդի։ բա ես եմ, Ես անում շայ տղա։ Ես ինչ գեներալի շորեր, հա։ ես ռեստորանի շվեյցարն եմ, իմացար, դրան պահակն եմ, էլի եստեղ, հա, Կտունը չկանդվի դերսես, ես ուր ես։ Էդպես եք, համեցեք, խնդրեմ, համեցեք, շնորհակալ եմ, ապրես, Ես, էլի գործդ նույնն, հա։ Այդ աղա գյուղում ներս մտողից էին, փողարնում եստեղ դուրս եկողից։ դու էլ բերեցին, յուղի կինոթատրոնը համեմատեցին պերվակլասնի ռեստորանի հետ, հա? Այդ ղա, եստեղ ներս մտնողից ես եմ փող առնում, դուրս եկողը ինքն այս փող տա։ Ասում, շնորհակալ եք, ասում, ինձ են ասում, էլի, ասում են շնորհակալ եք, ասում են, ես հանում եմ, դնում եմ եստեղ, հա, բա, իչես ասեմ, ես եստեղ ավելի շատ փող եմ առնում, քան քո հարազատ տղեն, Մարկոս Մայսեիչը։ Տղեր։ Հա, դան բերում են, գիտես, բերում են, պատիվ են տալիս, համեցեք, համեցեք, ես հիմա կասեմ, մի րոպե համբերեք, հա, բերում են տղուց, բերում են, պատիվ են տալի, նստացնում են, այնպես շատ լավ, հա, բայց քեզ մի բան ասեմ, նեղանաս ոչ մի անգամ ձեռը գրպանը չի տանում, ոչ մի անգամ, բայց էլի մարդ էլ, ինչ անենք, հիմա այդ բնավորության տերն է, ինչ անեմ, մարդա, հա, համեցեք, մի րոպե, 4 հոգի, հնդրեմ, 1, 2, 3, 4, բաղալ է, հապ, Բավար Միշայի փեսն է։ Բավար Միշայի փեսը, ճիշտ է, Բավար Միշան փեսը չունի, բայց ինչ անենք։ Ներսես մեջքդ չի ցավում։ Գնացինք։ Մեջքդ չի ցավում, ասում եմ, Ինչի պետք է ցավա։ Շատ կռանալուց, մեջքդ չի ցավում։ Այ մարդ, ինչի պետք է ցավի, ինչ եմ անում, ասում եմ համեցեք, անցեք, ասում եմ համեցեք, անցեք, ինչ եմ արել, ֆիզկուլտուրա է, էլի, համեցեք, անցեք, վատ բան եմ արել, իսկ եթե որ մի քիչ էլ ցավա, ինչ կա որ, մարդու գրպանս լիքալնիկ, մարդու գրպանը, դե չէ, որ ցավա, մացեստա կա, սոչի կա, ջերմուկ կա, բիցունդա կա, կա չէ, դե գնացինք, համեցեք, գնանք վերև, շուտ արա, ես գործի մեջ եմ, այլ, Ես ինչ են անում։
Sova soches. Սովածեմ, ինչ էլ բերես կուտեմ, կուտես։ Թողաս, թողաջան մի րոպե։ Ուրեմն ախպերս, հա։ բարև տղա ջան։ Բարով եք եկել։ Թոմաս, Շատ ուրախ եմ։ Մի լավ, ոնց որ գիտես, էլի։ Մի լավն է, հա։ Ինչ խմես։ մի բաժակ արաղ որել էր, Մերրեմբոյից։ իդ որնա։ Արաղ էլի։ Ուի, մի շիշ։ Չի, տղա ջան, չէ, ներս ես ընկես աղա։ Ես խո ուշապ չեմ այդ տղա։ Այ մարդ ինչ խմես, սուս, ինչ որ խմես, ինչ որ կմնա, թող մնա։ Դու բեր։ Արաղ, հաջա։ Ներս ես, Հաջատ։ մի բան ասեմ նեղանաս ոչ։ Ասա։ Այդ տղա ոնց որ դու գյուղով ենքան էլ ձեռմբաց չէի, այստեղ ինչա պատահեր։ Այդ ժելատը ունևորի մեջ չունևորի ժելատս որնա դու չէ պարա ես հիմա կգա ես գործս մնա ես հիմա կգա վախենաս ոչ ես հիմա կգա Դա երեք հայրիկ, միչև տակ ճաշ կբերեմ։ Ոյ, տղա ջան, այսքան բանից հետո էլ ուտել կլինի։ Կլինի Այդը մի զորքի թե ուտելիք կա։ բաժակը խնդրում եմ։ Ապրես տղա ջան։ Խնդրեմ հայրիկ ջան։ Անուշ արեք։ Փառքդ շատ Աստված, ռեստորանն էլ տեսանք։ Այդ մինը չէ լավ է։ Մարդու հետ նստելը սրան նրան ծիկրակում է, հմանչում չես։ Ներսես, ես ինչի չես կուշտ եմ, չեմ ուտում, կուշտ եմ, բարապատ է վախում եմ։ վախում ես ումից ինչից Են տղին տեստում ես, որ տղին այն տղին, հա են աղջկա մար կռիվա անելու վախում եմ։ Աշաշ, հիմա աղջկա համար ով է կռիվանում։ Արի, լսրու, ես ուզում եմ քեզ հետ խմել, խմի աղբերս, խմենք մեր հողի կենացը, մեր հողի կենացը, մեր սարի կենացը, մեր տղերքի կենացը, որ է սառախ տուներից ջուր են խմում։ Այդ տղաներս ես երկու օրա քաղաքում եմ, համա սիրտս ճաքում է, ոնց որ մի տարի օտարության մեջ լեմ։ Դու այդ քանդվի, դու այդ ոնց ես դիմանում։ Մարաթա ծառերը կան։ Կա, մինն ամնացել են էլ ես օրեքուց վեր կընգնի։ Հիշում ես։ Հիշում եմ, ինչ հարսանիքներ են կարել, Հիշում են աղբյուրների մոտ, են ջրերի մոտ։ Հարսանիք, ասիր հիշեցի։ Ինչ է։ Են նվագողներին, որ այդ փողերը տալիս էին։ Հա, Հետո ոնց են հետ տալու, խարդել չեն։ ինչ փող։ Են փողերը էլի, որ նվագողներն են տալիս։ Ոնց են հետ տալու, խարդել չեն, շիլ չեն գցիլ։ Տավին, էլ հետառնալը որնա։ Խմի աղբերը, խմի։ Ես
Չեբարա։ Ոնց ես դու, լավ ես։ Ոնց որ հեքիաթի մեջ եմ, սիրուն հեքիաթի։ Այդ այդպես ամեն օր ուտում խմում են, երկում պարում են։ Ամեն աստծուն, ասես երկու պարում ուտում եմ։ Ներսես, ես էլ կասեմ, ապրել եմ, դու էլ կասես էլի։ Ասում ես, մեջքը չի ցավում, մեջքը չի ցավում, է որ քուքսի առաջ կանգնած ֆասա, չի ցավում։ Համա թե քեմ պահող մարդ է, ձեր խոսքեր ասի է։ Սրանից հետո որտեղ ռեստորան տեստեմ մտնելու է։ Չեբար։ Ներկեղի բենիկ ինչի ես տեսակ մի ռեստորան բատչյանը գյուղումա, մենք մարդ չենք։ Իսկ գրպանից փողը էրիկանիկ, իմանաս։ Փողի մասին ով է խոսում։ Ուй, նա են աշան աղջիկը, ոնց է պարում է աղջիկը, նայ, ներս։ Չեբարա, ես դիմա կգամ, վախենալ որ, գեր խմի, ես գալսում։ Stop! Ասա, հայրիկ ջան։ Ստի։ Աստ։ Բարի գեղեցիկ առաքինի ընկերը մարդու բարի գեղեցիկ աման չում եմ Bravo, stop. Met vosketel mazeret. Solid. Հայրիկ, սադերն ուղարկել։ Ջա։ Շամպայն, գինի, բացեմ։ Չէ, խմում չէ։ Անհարմար է, հայրիկ, կնեղանա։ Ո՞վ։ Դա շիշն ուղարկող, այ այնտեղ են, այ։ Այն չա մարգում, է։ Ինչ մարամ, հայրիկ ջան։ Ահա։ Բա դու մարմինը որտեղ ես գնես, տղաջա։ Ես ոնց որ դե տեսածել եմ։ Մա ով ես գլխի չնգա է։ Սեպոնց մուշեղի թոր։ Սեպոնց մուշեղի։ Որի տղեն ես։ Քնարիկի։ Հերդովա։ Չես ճանաչում։ Չի։ Բայց ինձ ո՞նց ես հիշում, Մոսատեր։ Ամառները գյուղ էի գալիս մոտը այդ ամբողջ օրը փուքս էի փչում։ Մի հատ մանգաղ սարքեցի տատիս համար, դու էլ հավանեցի։ Տատես ոնց են։ Կանելի։ Կետատար տատիտ աչքերը փառակալ էլա, համարա թե խեղճը չի տեսնում։ Լսել եմ։ Քո անունն էլ սպասի չասես։ Գարուշտ ես։ Գարուշն եմ։ Բա, ինչ ես անում ստի, ինչ գործի ես, տղաջա, գարուշ ջան։ Քո նման դարբին եմ։ Երկաթից կոճակներ եմ սարքում։ Լավ ես անում, տղաջան, արեստոսկի բիլասու գա է, հին խոսքը ասում են արեստա, որ է մինչև ճաշա սոված մնում։ Չէ, այդ կողմից լավ ենք, կան։ Այդ կողքի դստազները ովքեր են։ Իմ հետ են աշխատում։ Լավ է։ Բայց ինչի չես խմում։
Կեպացել մի խմում չէ։ Չէ։ Դու իմ աղաչի ուստեն ես։ Ախր գարուս չեն, ես իմ իմացածն եմ ուտում։ Ես քեզ պատիվ եմ անում, ու դու չես խմում, ինչի՞։ Բացիլ մի խմում չեմ, է։ Գինի էլի գազը տղա։ Խմում չեմ։ Ախ մի չաստի այդ Ինչի ափսոսդ է գա։ Ուզում ես սարուրատ տրակացնեմ։ խմում չեմ, է։ Այ։ Ուգո։ Կենա հաստից մուսապեր։ Քու պապա 70 տարեկան է համա հունձանում տունապահում։ Քու տատը մակտակ տատը քորացել է։ Մի օր տաքսին ստեիր, գայր բերեիր քաղաք բժշկի։ Փողերս շոք տալիս, հա։ Շարլակոտ։ Դու քշերվայրած չես ասում եմ գնա ստեի։ Դու ով ես, որ ինձ խփես։ Ես չխփեցի թող։ Քո մուշիկ պապը խփեց։ Քո մախտախ տատը խփեց։ Փողերս շաղ տալիս, հա։ Շարլակոտ։ Աշխարհի մեջ սոված մարդ չկա, բոլորին կերակրել եք մի քեֆ եք անում, հա։ Էդ ինչի վրա եք ուրախանում, էդ ինչի վրա եք վեր թռչում, էդ ինչի էդ պար եք գալիս, հա։ Պար եք գալիս, հա։ Աշխարհի մարդկության ամեն ինչ արել եք, մեն պար եք գալիս, հա։ Սա խորիկանությունը ինչու միլիցիա չեք կանչում։ Դրանով է ներդվել։ Ապիտյան։ Լավ է որ արտասահմանից մարդ չկա, թե չէ՞ շտու մտածել մեր մասին։ Դեք ինք կանչեք թող։ Կոտուսարի գրեի չեփը խանգարում ես ով է։ Ես ով եմ։ Ես Դարֆին եմ։ 55 տարի շաքուլ չեմ խփում, է։ Փոխանակ ես հասնեմ դուք ով եք։ Դուք եք ինձ ասում ես ով եմ։ Ես ձեզ պողն եմ։ Ես ես երկրի տերն եմ։ Շալլակոտն եմ։ Դուք լսեցիք զրույց բարոյախրատական թեմաներով։ Իսկ այժմ կլսեք լուրեր։
Մարգոս, Ասա, եկուց գնում եմ գյուղ, մեր տուն։ ախր ինչու հայրիկ։ Ինչու համար։ Մնա էլի այհեր։ Մնա մինչև գարուն հետո կգնաս էլի։ Լավ բան չեք անում, հայրիկ։ Գյուղում մեր մասին ինչ կմտածեն։ Չեն ասի գոնե մի քանի օր չպահեցին խեղճ մարդուն, հա։ Այ հարշան։ Էդո պիտի ասի է, բայց թողնեմ, որ մեկնում եք ծպտուն հանե ձեր մասին։ Բայց ինչ ես գնում։ Նեղացած ես։ Ումից, ինձնից, Սիրարպից, Արշակից։ Ես ոչ մեկից էլ նեղացած չեմ։ Որ նեղացած ես ինչ ես գնում այհեր։ Մի ասա տեսնեմ էլի։ Դու մի հարբած լակոտի պատճառով բանից բարձում է խռովում ես ամբողջ քաղաքից։ Բա եղավ։ Այհեր ջան։ Միտեղ որ ես կան մարդ հավաքված լինի, դու հարբածել կլնի, կողել կլնի, ավազակել կլնի, դու շունչ շամբորտել կլնի։ Բա ինչ ես ուզում։ Ինչ ես առաջարկում։ Այդ մի քանիսի պատճառով քաղաքը ցրենք էլի։ Մարգոս, այդ ինչեր ես ասում, Մարգոս։ Ես երեխա եմ։ Դու երեխա ես, Ես երեխա չեմ, Մարգոս։ Այդ քո ասածներից գյուղում էլ քիչ չկան։ Նախինը առանց քոսոտ մոզու չի լինի։ Ուրեմն հայրիկ, ինչու եք ամեն ինչից նեղ սրտում, ջղայնանում, ինչու։ Այ հարժան, այ աղջիկ ջան, դու կարծում ես գյուղում ես չեմ նեղ սրտում, չեմ ջղայնանում, իմ բնավորությունն էլ էսպես է, որ մի բան բան եմ տեսնում, պիտի ասեմ, պիտի մեջ եկնեմ, պիտի կռիվանեմ, ես էլ ես տեսակ եմ սարկած է, ողորմացիկ Վարսենիկ ասում էր, Այ Մովսես տղա, ասում էր, հենց որ կողքիդ մարդ չեղավ, դու քեզ է դու քուշուկի հետ պիտի կռիվանես։ Բայց թե այդպես դժվար է չի ապրել հայրիկ։ Չէ տղա ջան։ Ինձ համար ուրիշ տեսակ ապրելն է դժվար է, թե չէ քաղաք։ Քաղաքն ինչ քաղաքն էլ մեծ գյուղ է, էլի։ Փորձեր արի ու տեսա որ ես առանց գյուղ չեմ կարող ապրել, տղա ջան, հենց որ գյուղը հիշում եմ, քտիցս ծուխադուս գալիս է, ոնց որ անտեր թողածել եմ։ Ուրեմն գնում ես էլի ապեր։ Վարսենիկը մենակ է, տղա ջան։ Ես ինչ-որ մի գրքում կարդացել եմ, որ երբ փղերը զգում են իրենց մոտալուտ մահը, հասնում են իրենց ծննդավայրը ու... Հետաքրքիր չէ, Մարկ։ Այդ գիրքը 15 տարի առաջ մորդ պիտի որ կարդար։ Բայց գրքում իսկապես այդպես էր գրված, Մարկ։ Գուցե ես ինչ-որ բան այնպես չասացի։ Հայրիկ։ Մարկ։ Դու իմաստուն բան ասացիր, հարս ջան։ Շատ իմաստուն է։ Պապ ոնց որ շուտ է, հա։ Այ բլա մարդ չկա, ոնց որ դու ուշացել եմ, քե։ Քե մոտա, մի քնա տես է։ Մի րոպե, պապ ջան։ Ուշադրություն։ 426 երկու ուղևորները պատրաստվեն քրիչի։ Ուշադրություն։ 426 երկու ուղևորները պատրաստվեն քրիչի։ Շակ։ Իմաստուն մարդ ես, պապ ջան։ Ինչա։ Մեկն արդեն թռել է, մեկն է կեսօրին է թռչելու։ Բայց քեզ չի ասում։ Ասած չէ քեզ։ Վեր կաց այդ տղա, ուշանում ենք։ Amma քեզ վեր կացնել կլնի, արջիպես ես քնում։ Հա, պապ, բայց ով է տեսել, որ ինքնաթիռը ճիշտ ժամանակին թռչի։
Դու այդպիսի բան տեսել էիր։ Սա փաստորեն պապ ջան, կազմակերպած։ Այսինքն ով գիտի, գուցե Աստծո մատը խառն է պապ։ Պապ, ախր ինչի ես գյուղ գնում։ Մնա էլի պապ։ Չէ, Մնա էլի պապ ջան։ չէ, Արշակ, չէ։ Հա պապ։ Իմացար։ Արփիկը նորից տուն է եկել։ Ստեփանը համոզել է, թե այն աղջիկը ուրիշ դռնից դուրս եկավ։ Ոնց է պապ ջան։ Այդպես եղած կլինի, տղա ջան, բայց աչքերս լավ չեն տեսնում։ Շատ էլ լավ եմ տեսնում պապ ջան։ Սոսասա խոսել մի։ Ուշադրություն։ Երևան, Կրասնոդար, Վոլգոգրադ մեկնողի ցանկերի ուղևորները պատրաստվեն թրիչքի։ Վերջի անգամ եմ հարցնում պապ։ Ախր ինչի ես գյուղ գնում պապ ջան, մնա էլի։ Վարսենիկ, տատդ մենակա։ Ես էլ չգամ գյուղ։ Ինչա։ Ասում եմ ես էլ չգամ գյուղ։ Գործիկ հավաքեմ ու գամ պապ։ Սենյակներիցդ մեկը իմ համար աշխատասենյակ դարձնեմ ու խաղաղ տեղ, օդը մաքուր, աղմուկ չկա, հեռախոս չկա, կաշխատեմ օր ու գիշեր։ Սենյակներիցդ մեկը կտաս ինձ պապ։ Ամբողջ տունը բալա ջան։ Արշակ, Ասա պապ։ ճիշտ ես ասում, կգաս։ Ինչի չպիտի գամ պապ ջան։ Մի երկու գործ ունեմ, կվերջացնեմ ու կգամ։ Ամենի ես քեզանից շատ բան ունեմ սովորելու։ Դու ինձանից ինչ ունես սովորելու, բալա ջան, տեղովդ մեր պրոֆեսոր ես։ Մի ասա։ Բազին մոռացել ես, այն որ ոտերը դիմար կանի։ Դեր պիտը դա։ Բադա մոռանալու դա, սեր այ պապ։ Արշակ ջան, մի բան խնդրեմ, որ գալու կլնես է, են նկարը հետդ բեր։ Կբերեմ պապ ջան, անպայման կբերեմ։ Ուշադրություն։ Կգամ պապ ջան։ Երևան, վեց մեկնող իր ցանկերի ուղևորները պատրաստվեն թրիչքի։ Գնացինք։ Բալա ջան, դու գյուղ եկողը չես։ Կտնքտնքաս, կփնթփնթաս, կբողոքես քաղաքից, համա գյուղ չես գա, չէ։ Որովհետև բալա ջան, արդեն սովորել ես։ Էլ չես կարա ապրել առանց ծխի ու ղալմաղալի, առանց հեռախոսի ու նախշում պատերով արտակնոցի, առանց ասվալտի ու տուզի քշան, առանց ռեստորանի ու են նվագելու բանի։ Չես գա, տղա ջան։ Պապ ջան, ես գիտեմ, թե դու հիմա ինչ ես մտածում, բայց չգիտեմ, թե ինչ անեմ։ Ուրիշ ինչ անեմ, ասա, որ դու չտխրես, պապ, որ մենակ չզգաս քեզ, որ ապրես։